Շարունակում ենք ուրիշ նորությունները, այո, խոստացել ենք հյուր, գիտեք, մի անգամից ուզում եմ ասել, որ պարոն Աղուզումցյանի հետ մենք ստուդիայից դուրս, երբ այն զբաղված է գործընկերների աշխատանքով, զրուցում ենք տարբեր բաների մասին եւ հետաքրքիր այն է, որ ինձ համար ամեն մի նման զրույցից հետո մի միտք է այցելում, որ պատկառելի տարիքում մարդը պիտի այնուամենայնիվ հետաքրքրասիրությամբ առաջնորդվի, այսինքն մշտապես հետաքրքրվի ինչ է կատարվում աշխարհում, տեղակ լինի ամեն ինչից եւ հավանաբար ուրիշ նորությունները մենք մեծ մասամբ հենց այդպիսի մարդկանց էլ ուղում ենք։ Ես շատ ուրախ եմ ողջունել ձեզ հերթական անգամ։ Շնորհակալ Պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրո ՊՕԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ։ Եվ պատահական չէ, որ ձեզ այսպես եմ այսօր ներկայացնում, որովհետև զրույցը մեր այսօրվա հիմնական հենց լինելու է դատահոգեբանական փորձաքննությունների մասին։ Ինչպես է օրինապահ մարմինները կամ ինստիտուցիոնալ, հասկացվում մարդը մեղսունակ է, անմեղսունակ է, գտնվում է փոփոխված հոգեվիճակում։ Մի խոսքով հարյուրավոր հարցեր կան եւ այդ թեմայի երևի ամենաակնհայտ հարցը սա էր։ Դրանից էլ սկսենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասեմ ձեզ, որ իրոք մեր ժամանակներում փորձաքննությունը որպիսին շատ կարևոր է, որովհետև այն ինչ որ կապված է արարքի հետ, այն էլ հակաօրինական արարքների հետ, շատ հաճախ կախված է լինում մարդու ապագան, մարդու բախտը, այսպես ասած, եւ այստեղ փորձաքննությունը հնարավորություն է տալիս լինել ավելի օբյեկտիվ եւ բացահայտել իրականությունը, որովհետեւ գիտեք, օրինակ տեսեք, իրավաբանական օրենքները երբեմն թույլ են տալիս այստեղ սուբյեկտիվիզմ, այսինքն որևէ արարքի կատարելու ժամանակ նա կարող է ստանալ պատիժ 2-ից 5 տարի։ Եվ այստեղ այդ ինչքանն է ավելի ճիշտը, շատ փոփոխական է այդ առումով դատական փորձաքննությունները իրենց ամբողջ բազմազանությամբ շատ կարևոր են։ Եվ ձեզ ասեմ, որ Հայաստանում սա շուտվանից է զարգացած, եթե առաջներում չկային կազմակերպված կենտրոններ, կային առանձին հոգեբաններ, որոնք ներգրավվում էին։ Ասեմ ձեզ օրենքը հետևյալն է, որ փորձաքննության հիմքը տալիս է քննիչը։ Քննիչը երբ վարում է գործը, եթե անհասկանալի բաներ է լինում կամ պարզաբանելու է պետք լինում, իսկ դա հիմնականում այդպես է լինում, որ պարզաբանում պետք է, որովհետև քննիչը իրավաբանական տեսանկյունից է դիտում այդ երևույթը, այդ դեպքում նա դիմում է համապատասխան մասնագետներին, այսինքն փաստորեն փորձաքննողները դրանք հետազոտողներ են։ Եվ այդ հետազոտողները պետք է ունենան շատ կարևոր հատկություններ, ոչ միայն մասնագիտական, այլ նաև համամարտկային, բարոյական, էթիկական, եւ այստեղ ես ինչի այդ նշեցի, որովհետեւ երևի դուք լավ գիտեք, որ ոչ մի համայր ասեմ, որ 100%-ով չլինի, որովհետեւ 100%-անից ոչ մի բան չկա։ Բուհերում չեն սովորեցնում այդ տիպի բաներին, էթիկայի վրա, բարոյականության բանի վրա հատուկ դասընթացներ չկան, եթե կան ինչ-որ տեսական, ասենք, փիլիսոփայության ներքո եւ այլն, դա ոնց որ քննություն հանձնելու համար է, ոչ թե դառնում է վարքի հիմք։ Եվ այդ առումով դատահոգեբանականը շատ է տարբերվում մնացածներից, շատ։ Ասեմ ինչով է տարբերվում։ Մնացած բոլոր օրինակ ազգային ակադեմիայի կից, որ ստեղծված է այդ բյուրոն, կցված է ավելի ճիշտ, առաջ չէր կցված, հիմա կցված է ազգային ակադեմիային, 22 ուղղությամբ փորձաքննություններ են կատարվում, 22 եւ ենթայիով նաեւ, այսինքն 22-ից ավել իրականում, եւ համարյա բոլորում համարյա եմ ասում, որովհետեւ մեկը կա, որը այդ հոգեբանության նման բաներ կա, թեև հոգեբանությունը ավելի յուրահատուկ է այդ առումով, ունեն համապատասխան սարքեր, որտեղ հստակ կարելի է որոշել չափը,
հստակ կարելի է համապատասխան չափել ինչ-որ մի բան։ Օրինակ մեքենաները տվել են վթար է տեղի ունեցել, շատ հստակ կարելի է հաշվարկներ անել ամեն ինչը։ Հոգեբանականի Այսինքն նույնիսկ կարող են հաշվարկել արդյոք մարդը ունակ էր հասցնել արգելակել մեքենան, թե չէ։ Նույնիսկ այդպիսի ճշգրտությամբ։ Այսինքն ֆիզիոլոգիական առումով։ Նեյրոնի կապը բավարար ժամանակ կար, որ հասցներ նա այսպես գիտակցել վտանգի աստիճանը եւ համապատասխան ուղեղի հրահանգով սեղմել արգելանքը։ Անշուշտ դուք ճիշտ եք ասում, բայց ոչ նեյրոնի, որովհետև այդ աստիճանի պետք է չի լինում, որովհետև ավելի հասարակ չափերի միջոցով կարելի է նույն բանը բացահայտել։ Հասկանալի է, բայց կա գիտական հիմքեր չափած, որ օրինակ տեսողական ինֆորմացիան քանի վայրկյան հետո արձագանք գտնում մկանային համակարգին։ Գիտեք, ասեմ ձեզ, բարդությունը նաև կայանում է նրանում, որ բացի քրեական գործերից մի քանի տարի առաջ շատացան քաղաքացիական գործերը։ Քաղաքացիական գործերը դա եւ բաժանումներ են կապված, ամուսնալուծություններ եւ ձեզ ասեմ, որ բավականին մեծ է քանակը ամուսնալուծությունների Հայաստանում հիմա, նո առավելիως Երևանում։ Եվ շատ հաճախ զարմանալի երևույթների հետ կարելի է հանդիպել, երբ որ խոսքը գնում է հոգեբանական փորձաքննությունների, որովհետև տեսեք, պարզվում է, որ փոփոխումները, որոնք կատարվել են ու կատարվում են հայ ընտանիքի վերաբերյալ եւ հայ ընտանիքի էության փոփոխման հետ կապված բերել են նրան, որ ամուսնալուծությունների բավականին քանակը մեծերը ծնողները, այսինքն սկսում են իրարից, այսպես ասած, վրեժ լուծել երեխաների միջոցով եւ շատ հաճախ վերջերս շատ ավելացել այդ քանակը այդ գործերի, շատ հաճախ հարցը դրվում է հետեւյալը. ինչ ազդեցություն է ունենում երեխայի հոգեկանի վրա ծնողների ամուսնալուծությունը։ Եվ դες ասեմ, այդ երեխաների վրա ազդեցություն չի ունենում, սկսենք դրանից։ Բայց գիտեք, ամբողջ բանը նրանն է, որ իրար դեմ վրեժը լուծում են երեխաների միջոցով։ Եվ երեխաները այդ առումով բավականին ծանր հոգեբանական դրության մեջ են ընկնում, շատ ծանր, եւ գալիս են տարբեր տարիքի երեխաներ, որը էլի տարբեր հետազոտություն է պահանջում եւ տարբեր գիտելիքներ են պահանջում, եւ այստեղ այս դատահոգեբանական էքսպերտիզան պահանջում է ունիվերսալիզմ։ Այդ ունիվերսալիզմը բուհերը չի տալիս։ Այդ ունիվերսալիզմը նույնիսկ ինչ որ փորձը աշխատանքի ոչ փորձաքննական, այլ գործնական հոգեբանության մեջ մագիստրատուրան, որ ավելի բարձր կրթություն է համարվում, չեն տալիս այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է։ Մասին հետաքրքիր մի բան կուզենայի հավելել, բայց հիմա լսենք Սուսաննային, խնդրեմ։ Ես հենց այդ բառի շուրջ էի ուզում կարծես կարճել, որովհետև ունիվերսալիզմը ինձ թվում է այն մակարդակն է, որը կատարյալն է մասնագիտական հմտությունների մեջ, բայց չէ որ այնուամենայնիվ ցանկացած մասնագետ մարդ է եւ այստեղ ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք սուբյեկտիվիզմ երևույթը, այ սուբյեկտիվիզմի եւ օբյեկտիվիզմի ոսկե միջինը, այդ գործոնը ինչպես է լուծում մասնագետը։ Մարդու գործոնը։ Ես ձեզ բերեմ կոնկրետ այդ ունիվերսալիզմը։ Ես ձեզ բերեմ կոնկրետ օրինակը։ Այ մեր փորձաքննությունների բյուրոն արդեն 20 տարեկան է եւ ես հենց առաջի օրվանից գիտխորհրդի անդամ եմ այդ բյուրոյի։ Մի քանի տարի առաջ լուծարվեց այդ բաժնի աշխատողները ազատվեցին աշխատանքից եւ ինձ խնդրեցին, որպեսզի նոր կազմին սովորեցնեմ, մտցնեմ, այսպես ասած, էքսպերտիզայի, որովհետև ես տասնյակ տարիներ էքսպերտիզայով զբաղվել եմ։ Գիտեք, այն ժամանակ, որ հոգեբանությունը այսքան տարածված չէր եւ հոգեբանների քանակը քիչ էին, հոգեբանները ամեն ինչով զբաղվում էին, դիմում էին
մենք էլ ինքնա ուսուցումով կամ փորձից ելնելով գիտելիքները միացնելով կոմպլեքսավորել ինչ որ ձևով հարցերը լուծվում էր բայց երբ խոսք եղավ ուսուցման իմիջիալոց ասեմ շատ հետաքրքիր է այն մարդիկ որոնք սովորեցնում են լինի դա ուսուցիչ լինի դա դասախոս լինի դա ծնող սովորեցնում են նախ եւ առաջ դաստիարակությունը միանգամից իրար հետ է գնում սովորեցնելու անպայման մանկավարժությունն ու հոգեբանությունը որ բաժանվել են շատ սխալ բան է որովհետեւ մանկավարժության հիմքում հոգեբանությունն է գատ փաստորեն հակառակը երևի իհարկե եւ այստեղ նույնիսկ այն աստիճանի է բաժանվել որ ծնողները ասում են մենք դաստիարակելու հարց չունենք, դաստիարակե պրծել ենք, տվել ենք դպրոցին, դպրոց բուտ բարի եղի դաստիարակիր։ Եթե ան դաստիարակա, ուրեմն դպրոցն է մեղավոր։ Մի առանձին վերցած ինդիվիդ ուսուցիչը, որ իր կյանքի խնդիրներ ունի, իր վարկերը, հարկերը եւ այլն, եւ նա պիտի միաժամանակ 25 ինդիվիդի, որոնք մեծանում են օրեցօր, կարողանա դաստիարակել ընդհանուր ծրագրով, անհնար է։ Ես մի ավելի կարևոր բան ասեմ։ Ժամանակակից հոգեբանությունը հաստատել է արդեն, որ երեխայի անձի հիմնական հատկությունների ձևավորումը տեղի ունենում մինչև 6 տարեկանը։ Այսինքն ընտանիքն է պատասխանատու այդ հիմքի դնելու։ Բայց մենք խոսել ենք ժամանակին դրա մասին, որ Հայաստանում ոչ եւ ոչ միայն Հայաստանում չկա ծնողական կրթություն ստանալու հնարավորություն։ Մենք ամեն մեկս մեր փորձով, մեր պատկերացումներով, համաձայնվելով, չհամաձայնվելով, այդ առումով։ Ես ուզում եմ անդրադառնալ ձեր հարցին, Սուսաննա, բանը նրանումն է, որ տեսեք, քանի որ այդ փորձս բավականին բազմատեսակ էր, ես հասկացա ոնց է պետք մոտենալ հարցին։ Նախ եւ առաջ ամեն մի փորձակնող իր ուղղությունը ունի այդ առումով կա արդեն մասնագիտացում ոնց որ գիտեք ինչ բուհը մասնագիտացում օրինակ բակալավրիատը մասնագիտացում չի տալիս բայց մասնագիտացում տեղի է ունենում ավարտական աշխատանքների միջոցով այսինքն երբ նա դիպլոմային աշխատանք է կատարում խորանում է այդ ուղղության մեջ դրա միջոցով է տեղի ունենում այս մասնագիտացումը հնարավորություն ստեղծեց ունենալ մարդիկ, որոնք որոշ ուղղություններում խորացել էին։ Բայց դա չի բավարարում, որովհետև այդ ունիվերսալիզմը, լավ իմաստով ունիվերսալիզմը ոչ թե խոսքը գնում է ամեն ինչի, այլ էքսպերտիզայի ունիվերսալիզմի մասին է եւ այդպես բոլոր մասնագիտությունների մեջ է։ Թե չէ որ ունիվերսալ ասում ես, թեպետ ընդհանուր բաներ կան, ես մի քիչ հետո կանրադառնամ դրան։ Եվ տեսեք, բոլոր, երբ որ եզրակացությունը ինքը մասնագետը անում է, կամ երկու հոգով են անում նայած ինչ գործ է, ուրեմն քննարկումը տեղի ունենում բոլորին, բոլորն են մասնակցում, այսինքն դրա միջոցով, քննարկման միջոցով, նախ եւ առաջ տեղի ունենում ուսուցումը, խորացումը եւ այդ ունիվերսալիզմը ուզած չուզած է առաջ գալիս դա մեկ անպայման երկրորդը կապված է նրա հետ որ մեր էքսպերտները բացի նրանից որ բոլորը մագիստրատուրա են ավարտել հոգեբանության նախ եւ առաջ կրթությունն է հոգեբանական բակալավրիատի մագիստրատուրա են ավարտել բացի դրանից մենք ընտրել ենք մարդկանց որոնք ունեցել են արդեն գործնական հոգեբանության փորձ մարդկանց հետ աշխատելու օրինակ նաև մի հատ փորձակնող ունենք որը բավականին լուրջ աշխատել է զինվորական հոգեբանության ուղղությամբ ուզում եմ ասել այ մարդկանց հետ աշխատելը մի կողմից տալիս է նեղ ուղղվածություն բայց մյուս կողմից որտեղ մարդը ամբողջական է իրեն նույնիսկ առանձին դրսևորումով այդ ամբողջականությունը անպայման երևում է եւ օգնում է հասկանալ մարդուն կա հոգեբանության մեջ գիտության մեջ ընդունված ձևեր հոգեկան ուսումնասիրելու դա զրույցն է դիտումն է հարցազրույցն է շատ ընդունված են տեստերը որոնք օբյեկտիվ են տեստերը իմիջիալոց ասեմ որ առանձին մի հոգեբանական ուղղություն կա որը կոչվում է հոգեդիագնոստիկա հոգեախտորոշում
որը շատ բարդ օգտագործող է ժամանակակից բարդ մաթեմատիկա եւ մեծ պրոցեդուրա է տեղի ունենում գործընթաց միջև թույլատրվում է այդ տեստը հաստատելով գիտական հիմքերով, որ արդեն կարելի է օգտագործել։ Այսինքն այս տեստը չափում է հենց սա։ Այդ առումով Վազգենովիչ, քանի ստուդիայում եք մի հարց քննարկենք, եթե դեմ չեք, հա։ Ընտանեկան բռնության դեպքեր էլ երևի կան, չէ՞։ Երբ որ ծեծի է ընդհանրում։ Հիմնականում ասեք տղամարդը, չէ՞, ծեծել է կնոջը։ Եթե ծեծում է, ուրեմն սիրում է։ Հիմա կան հետազոտություններ, որ կանայք հաճախ իրենց վարքով հրահրում են այդ ծեծը։ Եվ այնպես չէ, որ դա միայն հայ իրականության մեջ է։ Մեծ ծավալուն հետազոտություն են անցկացրել, որ կանայք այդպես կամած իրենց պահվածքով, պատասխաններով, խոսքի մեջ, վիրավորական եւ այլն հրահրում են եւ բերում հասցնում են դրան։ Ես ուզում եմ հասկանալ օրինակ ժամանակակից հոգեբանությունը դրա մասին գիտի եւ հաշվի առնում է բռնության դեպքերը դիտարկելու։ Եկեք հասկանանք, որովհետեւ շատ կանայք կարող են ազնվությամբ ստուգելով տղամարդու սիրո սահմանները այնպիսի քայլերի գնալ։ Եվ ոչ միայն սիրո։ Հա, եւ հասկանալի է, չէ՞, համբերության։ Ես ուզում եմ շատ նուրբ հարցի մասին խոսում, բայց այնուամենայնիվ ուզում եմ հասկանալ, օրինակ այդ հանգամանքը հաշվի առնում են, չէ, այնուամենայնիվ ծեծել է մեղավոր է։ Չէ։ Ուրեմն հաշվի առնվում եւ շատ լուրջ է հաշվի առնում, նույնիսկ օրենքներ կան կախված դրա հետ, բայց ամբողջ բանը նրանումն է, որ գիտեք, սա արդյունք է կենցաղային կուլտուրայի, արդյունք է, որ չեն դաստիարակվում ապագա ծնողներ, ապագա ամուսին եւ ապագա կին։ Բացի դրանից ավելի հիմնարար բանն է բացակայում փոքր հասակից տղաներին եւ աղջիկներին չեն սովորեցնում, որ կան տարբերություններ, որոնք հիմնվում են սեռական տարբերությունների հիման վրա, բայց հոգեկան տարբերություններ, հոգեկան աշխարհն է ունենալով շատ ընդհանրություններ, բայց տարբեր է։ Եվ այդ տարբերությունը ոչ թե հակասություն է, իրականում ձեր բերած օրինակը բերում է հակասության գաղափարին, այլ հակառակ այդ տարբերությունները միավորվում են, ընտանիքի իրական գաղափարը դա է, միավորվում են եւ ավելի հզոր են դառնում այդ երկուսի միասնությունը։ Այս սա է ամբողջ խնդիրը։ Բացի դրանից, գիտեք, եկեք համաձայնվենք, որ այս տարբերությունում կենցաղային հարցերում կինը ավելի ճկուն է, քան տղամարդը։ Տղամարդը ավելի բանական է։ Իզուր չի, չէ՞ որ ասում են ինտուիցիա, ասում են կանանցի ինտուիցիա, դա չի նշանակում, որ տղամարդը չունի ինտուիցիա, բայց այդ ինտուիցիան շատ հաճախ կնոջը շատ է օգնում։ Մի ահռելի անհասկանալի տիրույթ է, ֆիզիկական, մետաֆիզիկական երևույթ է, ես այսպես ասեմ։ Գիտեք, լավ ուսումնասիրված է հոգեբանության մեջ ինտուիցիայի գաղափարը, որովհետև ճիշտ է, այնպես չի, որ 100%-ով մենք գիտենք ինտուիցիան ինչա, ոնց որ ինտուիցիայի մեջ շատ մեծ նշանակություն ունի ենթագիտակցությունը, որը հոգեբանության մեջ քիչ է ուսումնասիրված։ Դարձյալ սուբյեկտիվների շարքից է։ Գիտեք, ասեմ դες, այ մեծ սկսեցի, տեսեք, մի կողմից ունիվերսալիզմը ապահովեց, մյուս կողմից շատ կարևոր է, քանի որ ամենաբարդ էակը մարդն է, բնության մեջ այդպեսի բարդություն չկա։ Տեսեք, մենք տեզերքը լավ ուսումնասիրել ենք, գիտենք ոնց է առաջացել մոլորակներ եւ այլն, բայց մենք մեզ չենք ճանաչում։ Իմիջիալոց ասեմ, հայկական շատ հետաքրքիր երևույթ կա։ Ուրիշներին արտակարգ ճանաչում ենք, իսկ ինքներս մեզ չենք ճանաչում։ Եվ սա բերում է շատ սուբյեկտիվիզմի։ Ինքդ քեզ որ հդիկ ես տալիս, ոչ մի բան չես զգում, բայց երբ որ ուրիշ չէ, կա այդպիսի բան, այ, եթե համեմատական անցկացնենք, կա, չէ, այդպես։ Հա, իհարկե։ Մենք հաճախ մեր խնդիրները չենք կարողանում վերլուծել, բայց ուրիշներինը շատ լավ։ Ես մի բան ավելացնեմ։ Ուրեմն կան հետազոտություններ, որոնք բացահայտել են, որ կնոջ գլխուղեղում կան հատուկ հատվածներ, լրացուցիչ հզորություններ այդ ուղղությամբ տեսողականի։ Նրանք կարող են ընթերցել մարդու միմիկայի, դեմքի, այնպիսի մանր, հարյուրավոր մկաններ են, չէ՞ ձևավորում է յուրաքանչյուր էմոցիան դեմքին։ Այն նրանք կարողանում են այդ մի ամենափոքր մկանների աշխատանք ընթերցել եւ կարողանում են շատ ճիշտ գնահատել, որտեղ են իրենց խաբում, ինչ տրամադրություն, նուրբ երանգները մարդու ներքին զգացողությունների
Կանա կարող է շատ ավելի լավ կարդալ, քան Բայց ոչ տղամարդը։ բոլորը բնականաբար Ես Դա ձեզ բնությամբ ասեմ, տրված ունակություն է։ ես ձեզ ասեմ, որ կա երկիր, որտեղ շատ զարգացած են, ինչի մասին դուք խոսեցիք հիմա։ Դա Հնդկաստանն է, որտեղ շատ զարգացած է ֆիզիոգնոմիկան։ Հա, ֆիզիոգնոմիկան է, այո։ Ես հանդիպել եմ, եկել էր մեզ մոտ Երևանի Պետական Համալսարանի մի հնդիկ պրոֆեսոր, անհավատալի բաներ բացահայտվեց իր այդ մասնագիտության կողմից, ինքը ֆիզիոգնոմիկ էր, համապատասխան ոնց ինքը նկարագրեց մի քանի հոգու եւ մենք առանձին ենք ինքը նկարագրեց, ես ուղղակի զարմացած մնացի, բարձվում է կա այնպես ինչպես ես ուզում եի ավելացնել, թե ինչ ենք մենք անում, որ այդ սուբյեկտիվիզմը կճանա։ Ավելի բազմատեսակ տեքստեր ենք օգտագործում, եւ սրանց միացումը տալիս է ավելի օբյեկտիվություն, բացի դրանից նոր մեթոդներ ենք օգտագործում, օրինակ Ավելի ճշգրիտ միջին վիճակագրական տվյալներ։ միայն միջին չէ, որտեղ այստեղ մի հոգու ես դու քննում, այդպես միջակարգական տվյալներ իմաստ չունի խոսել դրա մասին։ Այստեղ կան մեթոդներ, որոնք կարելի է օգտագործել եւ մեր բյուրոյում կա համագործակցության պայմանագիր Շվեյցարիայի գիտայական ինստիտուտի հետ, որտեղ որ գրաֆոլոգիայով են զբաղվում։ Մենք հիմա ձեռագրաբանության, բայց հոգեբանական իմաստով։ Այնտեղ կա մի մարդ, որը Ռուսաստանից է գնացել Շուտվանից եւ ունի բազմաթիվ գրքեր, ինչպես բնութագրել մարդուն ձեռագրի միջոցով։ Նա իմիջել է շատ, միայն ստորագրությունը քիչ է։ Եվ ինքը Հայաստան գալիս է, Հայաստան կգա նաև համասարանում 10-րդ կոնֆերանսը կլինի միջազգային, ինքը պատրաստում է որ գա։ Մենք համատեղ հոդվածներ ունենք իրար հետ։ Գիտեք, մենք ինչ ենք արել հետազոտական հոգեբանական տարբեր մեթոդներով բնութագիր ենք տվել ինչ որ մարդու, որը ուներ նաև ձեռագիր քրեական գործի մեջ, իսկ ձեռագիր ուղարկել ենք իրենց։ Իրանք տվել են ձեռագրի հիման վրա վերլուծության։ Գիտեք ինչքան տոկոս է հիմա բանը համընկնում 80%։ Չճանաչելով, շատ լուրջ է։ չշփվելով։ Այ հիմա մենք գիտեք ինչ փուլում ենք, երբ մի քիչ ավելի շատացավ մեր նմանությունները կամ հիմնավորենք, որ 80-ը բավական է, մենք կարող ենք օգտագործել այդ մեթոդը նաև ոչ միայն փոխարինել, այլ նաև հոգեբանական հետ։ Տեսեք, մենք սուբյեկտիվիզմը քչացրեցինք։ Նույն բանը տեղի է ունենում առաջներում տեստերում պրոյեկտիվ այսպես ասած տեստերը, որոնք երևակայության վրա են աշխատում, երեխաներին են օգտագործում, որովհետև երեխաները այն մտածողությունը չունեն լեզվա տրամաբանական, որ կարողանան կարդալ եւ այլն եւ այլն։ Եթե նույնիսկ ուրիշը մեծը կարդում է, նա ուրիշ ձևով կարող է հասկանալ, քան թե հարցը դրված է։ Պարզվեց մեծերի հետ էլ է շատ լավ աշխատում պրոյեկտիվ մեթոդներ եւ մենք սկսել ենք պրոյեկտիվ մեթոդներ օգտագործել նաեւ հոգեբանական տեստավորումը ինչ որ պետք է ինչ որ քննիչը հարցադրումը տվել է դրան պատասխանել դրա հետ միատեղ այսինքն դրանով մենք սուբյեկտիվիզմը կամած փոքրացրեցինք հետո գիտեք բազմաթիվ անգամ ենք էքսպերտիզան անցկացնում մի անգամ չի արվում լինում են դեպքեր որ մի անգամը բավարար է որ օբյեկտիվ պատկեր ունենանք բայց տեսեք ավելի շատ նման է այդ հոգեբանականին հոգեբուժականը դրա համար հոգեբուժական ու հոգեբանականը շատ հաճախ համատեղ է տեղի ունենում եւ տեսեք ինչն է հետաքրքիր որ եթե հանգարց օրինակ մեղսունացան կամ հարց է բացածում եթե հոգեբուժները հաստատեցին որ նա մեղսունակ չէ հոգեբանը ընդեղ անելիք չունի արդեն բոլորին փոխվում է ամբողջ պատկերը այստեղ ես առաջի անգամ Ֆրանսիայում այդ դեպքի հետ հանդիպեցի երբ առաջի հերթին աշխատում էին միաժամանակ բժիշկը եւ հոգեբանը հոգեբուժը եւ հոգեբանը իրար հետ ուրեմն կան մի քանի տարբերակ կա ուսուցում որը երկու ուղղությունն մեկին տալիս են եւ հոգեբուժական եւ հոգեբանական կա որ իրար հետ են աշխատում երկուսը իրար հետ
եւ արդյունքը շատ լավն է եւ հիմա մեր մոտ շատ ընդունված է գործեր կան բավականին քանակով որտեղ հոգեբուժականն ու բանը խոսքը գնում է աֆեկտի վերաբերալ բացահայտելու եւ այլն գիտեք բանը նրանումն է որ աֆեկտը դեռ այնքան է խորը չի ուսումնասիրված ասեմ ինչու համար որովհետեւ խորամանկ փաստաբանները շատ հաճախ օգնում են որտեվ պատիժ անամեմատ ավելի թույլ է լինում աֆեկտը բայց հոգեբանությունը ունի ձևեր եւ մեթոդներ որ բացահայտի գիտեք շատ հասարակ ու պարզ է ես միգուցե հիմա հուշեմ որոշ բաներ աֆեկտիվ ժամանակ իրական աֆեկտիվ ժամանակ մարդը ոչ մի բան չի հիշում Հա իհարկե ուրեմն եւ թագնում այսինքն գիտակցությունը արգելակում է մեջ ես լի այսինքն արկելակի մեջ է բանը եւ գործողությունները բոլորին ուրիշ ենթագիտակցություն բնազդային բնույթ են սկսում կրել ուրեմն այստեղ շատ կարեւոր է եւ հոգեբանություն ունի հատուկ մեթոդներ կան մեթոդիկաներ կան որը պատահական նույնիսկ զրույցի ժամանակ սկսում է ինքը չգիտի որ դրան մասին չի այդքան փաստաբաններն էլ գիտելիքներ չունեն հոգեբանության որ բանան են էլի մեկ էլ խոսելու ժամանակ անկախ իրանից սկսում է բաների մասին խոսել որ օրենքով պետք է չխոսեր ուրեմն սա իրական աֆեկտիվ չի ես կարճ ասեմ եթե տղամարդը մտել է տուն կնոջը բռնացրել է ուրիշի հետ եւ հենց այդտեղ ձերքի տակ եղած բանը վերցրել է եւ երկուսին ասեք ծեծ է ենթարկել սպանելով դա ավելի աֆեկտի նման է քան եթե նա դուրս է եկել սենյակից գնացել է խոհանոց վերցրել է դանակը վերադարձել եւ երկուսին հարվածել չէ կարող է գիտեք բանը որովհետեւ այստեղ արդեն նա գիտակցաբար գնացել է ինչ որ տեղ գործողություն է կատարել այսինքն գիտակցել է իր արարքի հետ հարվածը դանակով կարող է արված լինել աֆեկտիվ վիճակով այո եթե դա եղել է ձերքի տակ բայց ցանկացած տեղաշարժ է այդտեղից որևիցե տեղ որտեղից ինչ որ բան պետք է վերցնես որոշում կայացնես ինչ որ գործողություններ կատարես այստեղ խոսեցիք բարդության աստիճանից մասին շատ դժվար է շատ իհարկե Պարոն Ղազումցյան մենք զրույցի ընթացքում շատ համեմատականներ ենք անցկացնում տարբերությունների մասին ենք խոսում կին տղամարդ եւ ես մի փաստի վրա ուշադրություն դարձրեցի այլ ամուսնալուծությունների մասին եք ասում եւ նշեցիք հատկապես Երևանում ընդհանրապես հանցագործությունները տարբեր խնդիրները ինչ որ կերպ տարբերվում են մայրաքաղաքում եւ մարզերում թե հանցագործը ամենուրեք հանցագործը նայած ինչ հանցանք է մենթալիտետի նայած ինչ հանցանք է օրինակ տեսեք Երևանում քանի որ քաղաքակրթությունը ավելի բարձր է կանայք ավելի ազատ են եւ այդ ազատությունը շատ լավ օգտագործում են բաժանվելը դարել է սովորական երևույթ հայկական ընտանիքներում բաժանությունները շատ հազվադեպ են եղել շատ Հիմա դա նորմալ երևույթ է, գիտեք ինչքան է մոտենում։ Կամաց մոտենում է 50%-ի։ Այնպես որ դա լուրջ խնդիր է շատ։ Այն ազգի համար, որտեղ որ ընտանիքը եղել է հիմք եւ փոխարինել է պետությանը, փոխարինել է պետականությանը եւ այլն, քանի որ մենք դարերով չենք ունեցել պետականություն։ Հանկարծ այդ հիմքը քանդվում է։ Այնքան թուրքական սերիալներ նայեցին կանայք, տեսան ինչ որ տղամարդիկ ուրիշ ձև, չէ՞, դες ոսկեզոծ պահում են, չէ՞, դες հատուկ Իբրահիմները եւ Աբդուլաները եւ այլն, եւ հետո այդ Instagram-ներով այդ հայտնի քոչերները եւ այսպես կյանքից հասկացող կանայք, որ սկսել են խելոք խորհուրդներ տալ, այ դրանք էլ վերջի դերը չեն խաղացել։ Ավելի ավանդապաշտ են, ավելի պահպանողական են։ Պահպանողական են ոչ միայն դերականով, նաև բացասական։ Ծեծելը կարող ավելի հավանական բնույթի դյուբից։ Հիշում եք երկար ժամանակ այդպեսի անհասկանալի երևույթ կա։ Հավանականը ծանոթացես Փարաջանոյտուն թանգարանում երկրորդ հարգում կա մի հատ աշխատանք կլետկայի մեջ կանանց կոշիկ է։ Հիշում եք աշխատանքը գիտեմ։ Եվ ինչն է իմաստը Եթե դու այն ժամանակ, այսպես ասած, այդ տիպի կոշիկները շատ թանկ են եւ շատ մոդայիկ են, քիչ մարդ կարող էր գնել եւ
Եթե ամուսին է տղամարդը գնում է այդ կոշիկը, նա արդեն ստրկացնում է կանանց։ Իմաստը նա է, որ կլետկային ինչ է այդ կոշիկը։ Տեսեք ինչ հետաքրքիր է, հանճարեղ բառաչանը։ Չէ, դե մտածել է իշխոս կյանքից վերցրած փիլիսոփայություն է։ Ես մի հարց ունեմ եւս։ Բոլորս էլ ինչ որ մեր բնակեցման տիրույթում, թե քաղաքի մասշտաբով գիտենք մարդկանց, որոնք հոգեկան խանգարումներ ունեն։ Մի մաս արդեն քաղաքական կուլտուրայի, չէ, մաս են դարձել այդ։ Ну, դեպքում եկեք խանգարում բառը չօգտագործենք, որովհետեւ դա արդեն դիագնոստիկա։ Շեղում Դիագնոզ է։ Դե շեղում։ Տարօրինակություններ եկեք օգտագործենք, որովհետև տարօրինակություն բառը դա դեր խանգարում չի, դա կարող է վերածվել ավելի հեշտությամբ խանգարման, քան թե բան, բայց բարդ իրավիճակներից հետո, դες ասեմ երկրաշարժից հետո տարօրինակությունների թիվը ավելացավ։ Դե իհարկե։ Եթե առաջ կետային էր կամ փոքր շրջաններ այդ տարօրինակությունները լայնացավ Եվ այդ տարօրինակությունները դառան արդեն սովորական, որովհետև դա վնաս հասցնող չի, եթե չի վերածվում դիագնոզի։ Ճիշտ հասկացեք, ես չեմ ուզում մասնավոր դեպքեր էթիկայի հարցեր են, բայց կան կոնկրետ մարդիկ, որոնք քաղաքում ապրում են արդեն տասնամյակներ, որոնց գիտենք, մեկը շիշ է հավաքում, մյուսը, չգիտեմ, նույն կետից մյուս կետը անդադար տեղաշարժվում է, մենք տեսնում ենք ոնց է այդ մարդը տարեց տարի, ասենք ֆիզիոլոգիապես ծերանում, բայց բան չի փոխվում վարքում։ Կան մարդիկ, որոնք կոնկրետ տեղերում են սիրում լինել եւ անցորդների հետ ուղակի այսպես բարևեն եւ ժպտան, որևիցե վնաս չեն վտանգ չեն ներկայացնում հասարակության եւ կան մարդիկ, որոնք այնուամենայնիվ կարող են սնորքի մեջ ձեռքը կացին վերցնել եւ չգիտեմ սպառնալ մարդկանց։ Այ ոնց է դա որոշվում։ Եվ որքանով է դիագնոստիկան, այսինքն այդ որոշելը մարդու վտանգավորության աստիճանը կամ նրա հիվանդ լինելու բժիշկների հետ, հիմնականում հոգեբուժների հետ։ Հիմա տեսեք անգլերենում, օրինակ Ամերիկայում կա mental ill, crazy, չէ, ուղղակի կարող է լինել dummy, այսինքն չգիտեմ, ոչ ես հասկանում ամեն ինչ կամ դա տարբեր տեսակի որակումներ կան։ Այս ուզում եմ հասկանամ այդ հոգեբանական բժշկության մեջ։ Հոգեբուժության մեջ կա Հստակ կարող են հասկանալ բաժանումը կա հոգեբուժության։ Դրա համար խոսքը գնում է նրա մասին, թե դա արդեն տարօրինակություն է, թե վարք է դառնում, որը կարող է վնաս հասցնել հասարակությանը մարդկանց։ Կա, եւ քանի որ դա նաեւ հոգեբանական խնդիր է, այդ դեպքում հոգեբուժը եւ հոգեբանը իրար հետ են անում։ Եվ մեր մոտ շատ հաճախ է բյուրոյում այդ երկու բաժինները հոգեբանական եւ հոգեբուժական հաճախ ընդհանրապես կոմպլեքսային ավելի լավ է ստացվում շատ հարցերում օրինակ մեր մոտ հետաքրքիր դες օրինակ բերեմ արվեստի բաժին կա որտեղ որ զբաղվում են տարբեր տիպի արվեստի հետ կապված խաբեբայության եւ այլն կամ Եվ այստեղ իրանց հետ որ գործ են ունենում ասպասելի բաներ է տեղի ունենում թվում է թե արվեստի ու հոգեբանական էլի բայց օրինակ ինչի մարդը իր օգտագործեց լավ հնարավորությունները որևէ լավ նկար արտա նկարի եւ որպես օրիգինալ վաճառի Այ ինչ է հոգեբանական խնդիր է սկսում առաջ գալ ոչ թե միայն իր արվեստի գնահատումը այլ ինչը ստիպեց իրան Այս է հոգեբանական խնդիրը կոմպլեքսային է դեպքում կոմպլեքսային փորձաքննությունները տալիս են բարձր արդյունք անշուշտ Շնորհակալություն Բայց այստեղ մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, քանի որ շատ են գործերը, շատ են, էքսպերտները բավականին ծանրաբեռնված են եւ հուզական այրում արդեն տեղի ունենում է։ Ես մի երկու շաբաթ առաջ ելույթ եմ ունեցել միջազգային կոնֆերանսի ժամանակ Եվ առաջարկեցի, որ զարգացած երկրներում գործնական հոգեբաններին, որոնք մարդկանց հետ գործ ունեն, այդ գործնական հոգեբանները պարտադիր տարեկան 2 անգամ 10-ական օրինակ իրենք անցնում են հոգեբանական աջակցություն ավելի
փորձառու հոգեբանի մոտ, ասի եկեք այսպեսի մի բան անենք, եւ ոչ միայն հոգեբանների, որովհետեւ այ հենց որ այրումը տեղի է ունենում, մենք ուշադրություն չենք դարձնում, որովհետեւ աշխատում է էլի։ Հասկանում եմ, հա։ Բայց ինչի հաշվին է աշխատում։ Մեկի տեսնում ես մարդը դառնում է անտարբեր։ Մարդը դառնում է անտարբեր ոչ միայն գործի նկատմամբ, այլ ինքը իրեն նկատմամբ։ Հասկանում եք, մարդը սկսում է ծուլանալ, խուսափել աշխատանքից, շփումներից, նորմալ ոնց որ բան է, էլի, բայց սրանք սիմպտոմներ են արդեն, որ չի կարելի շարունակել, որովհետև ինքը կարող է անցնել սահմանը եւ ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Հիմա շատ են մարդիկ ողոքում դեպրեսիայի մեջ են։ Ոչ մի բանի հավես չունեմ, ապաթիա եւ նուրբ են դարձել ինչ-որ մարդիկ։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ միջին դարերում մարդիկ շատ ավելի ծանր պայմաններում էին ապրում, բայց մահացու մեղքը ունին է։ Մի վհատվիր։ Այն ժամանակ էին հասկանում, որ վհատվելը ոչ մի լավ բանի չի բերում, աշխատունակությունն է ընկնում մարդու, նա այլևս պիտանի չի լինում հասարակությանը, որը որ առանց այդ էլ շատ կարևոր էր այդ բնակչությունով եվրոպական միջին դարերի երկրներում։ Մի խոսքով, հետաքրքիր մի հատ օրինակ դրամ կներեք ընդհատում եմ ձեզ, քանի չեմ մոռացել։ Ուրեմն տարիներ առաջ մենք հետազոտել ենք Երևանի պետական համալսարանում թե կոմպյուտերները որ նոր մտան, դա մի քանի տասնյակ տարի առաջ է եղել, որ նոր մտան, ինչպես են ազդում մարդու հոգեկանի վրա։ Եվ ուսումնասիրեցինք օպերատորներին, որոնք գործ են անում մեքենա բան։ Եվ ուսումնասիրեցինք նաև ծրագրավորողներին։ Եվ ինչ պարզաբերվեց։ Օպերատորները 1.5 ժամվա անընդհատ աշխատանքից հետո պարտադիր պետք է հանգստանային։ Որտեղ ընկնում է միանգամից աշխատունակությունը։ Ծրագրավորողները 12 ժամ աշխատում են, ոչ մի հոգնածություն չկա։ Այսինքն ձեր օրինակն եմ հաստատում, որ եթե դու համապատասխան հետաքրքրությամբ եւ հաճույքով ես անում, հոգնածությունը չի զգացվում։ Հոգնածությունը առաջերտին զգացվում է միապաղաղությունից, անհետաքրքրությունից, հարաբերություններից եւ այլն։ Կրկնվող միապաղաղ գործը, հա, իհարկե կարող է։ Ես չգիտեմ, ասել եմ ձեզ, թե չէ, կարծեմ մի հանդիպման ժամանակ խոսել ենք, թե անգլիական նավատորմի ղեկավարներից մեկը հարցնում են, թե որ ղեկավարն է լավ, գիտեք ինչ է պատասխանում, թե անգլիական նավատորմը գիտենք, որ լավագույններից մեկն է, ասում է այն ղեկավարը, որը չի խանգարում իրեն աշխատողներին աշխատել։ Շատ բան է, չէ՞։ Մենք ընդունված է որ անպայման ղեկավարը պետք է խառնվի։ Շնորհակալություն շատ